Այսօր հայ մշակույթի երկնակամարում մարեց մի լուսավոր աստղ, կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Նրա մահվան պատճառը ցավոք քաղցկեղներ, թեպետ նա տարիներ շարունակ պայքարում էր այս հիվանդության դեմ ուժեղ, համբերատար ու արժանապատվորեն, այսօր այն հաղթեց նրա մարմնին, սակայն երբեք նրա հոգուն։ Արա Դեղտրիկյանն իր ողջ կյանքը նվիրեց արվեստին, նրա կերպարները բեմում ու էկրանին միայն դերեր չէին, դրանք կյանքի, զգացմունքների, արժեքների կենդանի արտահայտություններ էին։ Նա կարողանում էր խոսել սրտով, արտահայտել հոգու ամենանուրբ ելևէջները, թատրոնը վերածելով իսկական հոգևոր հարթակի։ Նրա ներկայությունն արվեստի աշխարհում այլևս հիշատակ է, բայց հիշատակ, որն անջնջելի հետք է թողել հազարավոր մարդկանց սրտերում։ Ընկերներն ու գործընկերները ցնցված են այս կորստից, սոցիալական ցանցերը ողողված են հիշողություններով, լուսանկարներով, նրա հետ կապված ջերմ դրվագներով։ Բազմաթիվ դերասաններ, ռեժիսորներ ու արվեստի գործիչներ ցավակցում են նրա ընտանիքին ու կիսվում իրենց հիշողություններով, Արա Դեղտրիկյանին բնութագրելով որպես անկեղծ, խոհեմ, ճաշակով ու արժանապատիվ մարդ։ Նա բեմում ապրում էր, ոչ թե պարզապես խոսում։ Նա նաև օրինակելի ամուսին էր ու հայր նվիրված ընտանիքին։ Հիշողությունները նրա մարդկային նկարագրի մասին վկայում են, որ նա դերասան լինելուց առաջ մարդ էր բարության, ազնվության ու հոգու մեծության մարմնացում։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն արտիստի, այլև հոգևոր միսիոնի, որը հարստացրել է մեր մշակույթը, մեր մտահորիզոնն ու մեր հոգիները։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ, նրա հիշատակը կմնա կենդանի բեմերում, գրքերում, էկրաններին ու ամենակարևորը՝ մարդկանց սրտերում։ Հավերժ փառք ու երախտագիտություն քեզ, Արա Դեղտրիկյան։ Դինա Ակոպովնան տեղադրել է լուսանկար ու կից գրել։ Սիրտս նեղվեց, 2011 թվականի հունիս ամսվա նկար ու այսօրվանից էլ ճանաչեցի լուսավոր, տաղանդավոր, կնամեծար Արա Դեղտրիկյանին տիկնոջ հետ, լույսերի մեջ մնաս, տաղանդավոր մարդ։ Նարինե Կիրակոսյանը գրել է. «Ափսոս, ընդամենը 60 տարեկան հասակում երկարատև հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Լուրը հաստատել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանը»։ Ցավում եմ, լուսանկար է տեղադրել Անի Երանյանը սոցիալական ցանցի իր էջերում ու գրել. Դերասանուհի Գայանե Ավետիսյանը տեսանյութ է հրապարակել ու կից գրել. «Երանի նորից սթորի անեինք միասին, թող երկինքը ձեզ ամուր գրկի, իմ սիրելի Արա Դեղտրիկյան, անհավատալի ցավ»։ Հաղորդավարուհի Աննուշիկ Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել. «Շատ ափսոս, սիրելի դերասան, կարգին մարդ»։ Սցենարիստ Անի Մաղաքյանն էլ իր հերթին գրել է. «Էլ չենք հանդիպի Երևանի փողոցներում, էլ չեմ լսի թավ ու հանդարտ հնչող «Հարևան ջան, ո՞նց ես, սիրելի արտիստ»։ Դերասան Ռազ Հովհաննիսյանը գրել է. «Երբ հեռանում են վարպետները, ցավում ես, որ չճանաչեցիր, չնկարահանվեցիր, չխաղացիր ներկայացումներում, ափսոս»։ Հիշեցնենք, որ Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին Երևանում, 1982 թվականին ավարտել է Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1991-ից 92 թվականներին աշխատել է թատրոն 13-ում, որից հետո մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, մասնակցել փառատոների, որտեղ Չարլեի մորաքույրը ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ Արա Դեղտրիկյանը մահացել է 2025 թվականի մարտի 18-ին 60 տարեկան հասակում, ամուսնացած է պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ունեն դուստր։ 2003 թվականին արժանացել է Արտավազդ ամենամյա թատերական մրցանակի Վեբերի «Ընթրիք» հիմարի հետ ներկայացման մեջ դերակատարման համար, 2007 թվականին արժանացել է Արտիստ թատերական մրցանակի և Արջը առաջարկություն ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող, 2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
2000 թվականից նկարահանվել է հեռուստաթատրոնում «Անթրոպոլոգիա», «Անառակ որդու վերադարձը», «Հայ-ամերիկյան այստեղ» ֆիլմերում, Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր, նկարահանվել հեռուստասերիալներում «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վերկացու քայլիր», «Նռան հատիկ»։ 2011-ից 12 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ռետրո 22x30» երաժշտական հաղորդումը, որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք նախագծերում։ Արա Դեղտրիկյանի 50-ամյակը նշել են Հակոբ Արոնյանի անվան երաժշտական թատրոնում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ «Ինձնից պրծում չկա» ներկայացումը խաղալուց հետո հաջորդել է պաշտոնական արարողությունը։ Chane